նախարար այն վիճակագրության մասին անեկդոտը չէ, որ ասում է կա սուր, կա ավելի մեծ սուր եւ կա վիճակագրություն։ Հիմա սա ավելի վերջի վերաբերում, բայց դուք նախարարները ոնց որ սովոր եք, անդադ գալիս եք վիճակագրություն եք ներկայացնում, որ նախորդ տարվա համեմատ այս տարի այս ինստիտուտանից ավելի լավ եղավ, սա լավ էր, սա վատ էր, չգիտեմ ինչ, ու տպավորություն է, որ ամեն ինչ հրաշալի է, բայց եթե ամեն ինչ լավ է, ամեն ինչ այդքան վատ է։ Այդ վատից, հատկապես հանցավորության դեմ պայքարից, որ տարիներ շարունակ, ինչքան նախարարներ գալիս փոխվում են, ամեն այս թվերը վիճակագրությունները փոխվում են, թվում է թե հանցավորությունը նվազել է, կամ բացահայտումները ավելացել են, բայց փաստացի մենք տեսնում ենք էլի ցավալի դեպքեր։ Օրինակ Շահրամանում վստահ աղոք հանրադեպքերով շատ լավ տեղեկ է, վերջին մեկ տարվա կտրվածքով 2-3 երիտասարդի կյանք խլեցին միջադեպերի հետևանքով, ես վստահ եմ, որ ոստիկանությունը շահրամանցի բաժինը կամ կոտրակի մարզային պաշտպանությունը շատ լավ իրավիճակում է իրավիճակին, բայց չի կարող ասել կանխել։ Հիմա դրանից հետո որ բացահայտում են, դրանից ոչինչ չի փոխվում, մարդկանց կյանքը չի վերականգնվում։ Հիմա եթե ճիշտ ասեմ, որ ամեն դեպքում ոստիկանությունը թերանում է աշխատանքում, եթե չեք տիրապետում իրավիճակին, թե չեք կարողանում տիրապետել իրավիճակին եւ կանխել հանցագործություններ, որոնց մասին կարելի է կռահել իմանալ այս միջանցային հարաբերություններից, ուրեմն թողեք ուրիշ ինստիտուտներ, օրինակ գյուղականները կան, այդ հարցերը դուք ինչպես նախկինում էր եղել, եթե իրենց հետ թույլ չեք տալիս լուծել, ուրեմն դուք լուծեք, բայց դուք չեք կարողանում տակտասել։ Հետևաբար ոնց է գնահատում այս իրավիճակը եւ ոնց անենք, որ այդ վիճակագրությունը ուղղակի այսպես վերջում լավ ցուցանիշների բան չլինի, այդպես շքեց, որի հարցումը վերջում բարձրաշարժարություններ են։ Մեկ էլ մի բան, այս օպերատիվ համարները դուք ինչու եք այսպես աչիծախ մարդկանց այդ բարձրաշան պաշտոնյաների օպերատիվ համարներ բաժանում, ինչ անհրաժեշտություն ելնելով, եթե դրանք տեսնում եմ, նկատում եմ, հասկանում եմ, որովհետև անխնամ խախտումներով վարում են շատերը, դե եթե այդպես է, մեզ էլ տվեք այդ համարներ, մենք էլ բարենք, ավելորդ դուք անքներ չմոտենք, չգնանք դրանք հին ու նոր ստաշիկների գրպանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցադրումների համար։ Երբ որ ես գոնե թե ինչ որ արձանագրում եմ անում, պիտի փաստերի վրա հիմնված արձանագրումներ անեմ։ Հիմա երբ որ դուք նկարագրում եք, որ այ օրինակ Տիկին Սարգսյան, դուք 3.2% նվազում եք անում, բայց ամեն ինչ շատ վատ է։ Ինչն է վատ, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունները 23.2%-ով նվազել են։ Ինչն է վատ, որ մենք ավելի 42.2%-ով ավելի շատ ենք զենք զինամթերք արգրավել եւ թույլ չենք տվել, որ դրանք մասը կազմեն հետագա հնարավոր սպանությունների կամ առողջությանը վնաս պատճառելու։ Ինչն է վատ, որ 80%-ով ավելի շատ թմրամիջոց ենք արգրավել։ Ինչն է վատ, որ գողությունների մասով նվազում ունենք կամ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասով նվազում ունենք։ Եթե նվազումները ռեալ նվազումները ոչ սոց մեդիայի դաշտում մեր ցանկացած ընկալումներն են, ի՞նչն է վատ։ Ես կշարունակեմ։ Եթե մենք ունենք նվազումներ կարևորագույն խումբ հանցագործությունների, դա չի կարող վատ լինել։ Դա շատ դրական արդյունք է, որը վկայում է իմ դեպքում գոնե թե ներքին գործերի նախարարության համակարգի ավելի արդյունավետ, ես չեմ ասում 100%-անոց արդյունավետ, ավելի արդյունավետ աշխատանքի մասին 2025 թվականի կտրվածքով։ Եվ ես չգիտեմ, կա երկրագնդի վրա մարդ, ով որ մտածում է, որ հանցավորություն առհասարակ տեղի չի կարող ունենալ։ Հանցագործությունը եւ հանցավորությունը սոցիալական երևույթ է, դա կա, անկախ նրանից մենք կլինենք 2025 թվականում, կլինենք 2050 թվականում, թե կգնանք հետ նախնադար։ Հանցագործությունը սոցիալական երևույթ է, միշտ կա, ուղեկցի մարդկությանը, եւ ձեր նշած դեպքերն էլ ես ցավում եմ, որ կա սպանության դեպք։ Ցավում եմ, որ ինչ որ մի անլուրջ վեճի արդյունքում մարդը կարող է մտածել, որ դրա արդյունքում կարող է անձին դիտավորությամբ կյանքի զրկել։ Ցավում եմ, որ նմանատիպ իրավիճակներ կան Հայաստանի Հանրապետությունում։ Բայց դրանք համատարած իրավիճակներ չեն, ցույց է տալիս մեր պատկերը։ Ես ասում եմ նույնիսկ, երբ որ խոսում ենք ոչ համատարած պատկերի մասին, 50 սպանության դեպքի մասին, պիտի զտելով գնանք առաջ։ Մենք չենք կարող ասել, այ 50 սպանության դեպք կա, ուրեմն միանշանակ ամբողջը ոստիկանությունից է կախված կամ ամբողջը ոստիկանությունից կախված չէ։
Այս դեպքերը հատիկ պետքա վերլուծվեն եւ մենք վերլուծում ենք այդ դեպքերը։ Մենք ունենք իրավիճակ, որ խոհանոցային դանակով մարդը տուն է վերադարձել, խոհանոցային դանակը վերցրել է, եկել է սպանություն է կատարել։ Ինչ անենք, խոհանոցային բոլոր դանակները հավաքենք, արգելենք խոհանոցային դանակների օգտագործումը։ Շատ պարզ օրինակ եմ բերում, առանց մանիպուլացնելու, առանց ինչ-որ այլևալ ենթատեքստերի։ Բայց ուզում եմ ասեմ, մեր այս 50 դեպքի ներքո այնքան պարզ իրավիճակներ կան, որոնք որ պիտի բնականորեն չհանգեցնեին սպանության։ Բայց պահի տակ պորտկման արդյունքում, հուզական ոչ ճիշտ կառավարման արդյունքում մենք ունենում ենք սպանության դեպքի վրա հասնում, սրա համար եմ ես ասում, որտեղ որ կա նախապատրաստություն, ինչ որ պլանավորում, այո, ոստիկանություն ավելի շատ դաշտ ունի աշխատանքի։ Ամեն թշնամական հարաբերություն չի, որ բերում է իրականում սպանության։ Մենք հանրապետությունում ունենք տարբեր խումբ թշնամական հարաբերություններ գրանցած, որոնք որ անընդհատ պրոֆիլակտիկ աշխատանքի արդյունքում չեն վերացում որևէ ինչ-որ մի բանի, բայց բռնության պորտկում կարող է լինել ցանկացած պահի, որտեղ որ ֆիզիկապես ոստիկան այդ պայծրությամբ ներկա չի տվյալ տարածքում եւ չենք կարող ասել, որ այ օրինակ Կոտայքի մարզում, Կոտայքի քրեական մարզային վարչությունը կամ Չարենցավանի բաժինը կամ Հրազդանի բաժինը կամ չգիտեմ այլ բաժիններ գիտեն ու դիտավորությամբ ոչ մի քիչ չեն ձեռնարկում։ Նմանատիպ պնդում Վահե ջան, ոչ դուք լինելով Չարենցավանից, ոչ ես տիրապետելով ամբողջ հանրապետության օպերատիվ պատկերին, նմանատիպ պնդում անել չենք կարող։ Եթե ունենք այնպիսի տվյալ, որ որևէ ոստիկան իմանալով, որ տվյալ պահին կարող է լինել սպանություն ու քայլ չի ձեռնարկել, մեծ սիրով տվեք այդ տվյալը կքննարկենք։ Կարող ենք անխտիր նախաճարենցավանի վերջին դեպքերը։ Չարենցավանի մասով ես նորից եմ ասում, եղել է ըստ էության վիճաբանություն, որը վերաճել է սպանության։ Քննչական մարմինը կվերլուծի, կտա հարցերի պատասխանները։ Չարենցավանով մենք ունենք ընդհանուր մինչև կատարողի նկատմամբ ամենախիստ խափանան միջոցի նշանակումը, որը եղել է կալանքը։ Եվ ես անձնապես հետամուտ եմ լինում, որպեսզի բոլոր ծայրահեղ իրավիճակներում, հատկապես սպանության դեպքերում, մենք նախ ունենանք դեպքերի արագ բացահայտում եւ երկրորդ հետամուտ լինենք, որ ճիշտ նաեւ խափանան միջոցներ որպես այդպեսին նշանակվեն, եթե ունենք անվտանգային ռիսկեր, որ այդ անձը դրսում գտնվելով կարող է կամ շարունակել հանցագործությունների կատարումը կամ վտանգ ներկայացնել այլ անձի համար։ Եվ սպանության բացահայտումը ինչով է կարևոր։ Մենք այս տարի ունենք 0 չբացահայտված սպանություն։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ մենք օրինակ հպարտանում ենք, որ կա սպանությունը բացահայտել ենք։ Ոչ, ցանկացած հանցագործության բացահայտում ինքնին նաև կանխարգելման բաղադրիչ ունի։ Ու մենք այս տարի բացահայտել ենք այնպիսի սպանություններ, որոնք նախորդ տարիներին միգուցե տարիներ շարունակ քննվեին ու որևէ արդյունք չլիներ։ Մեր դա արագ օպերատիվ աշխատանքի արդյունքում է եղել։ Մեր դա հետևողական աշխատանքի արդյունքում է եղել։ Եվ ես ուրախ եմ արձանագրելու, որ մենք բացահայտման կտորով, այո, ավելի լավարկել ենք մեր դիրքերը, եւ այո, ես ընդունում եմ, որ կանխարգելման տեսանկյունից դեռ քայլեր ունենք իրականացնելու, ընդ որում ոչ միայն ներքին գործերի նախարարությունը, այլ նաև այլ ռելևանտ պետական մարմինները։ Դա է պատճառը, որ հանցավորության կանխարգելման նոր ռազմավարություն ենք առաջ բերելու, որտեղ որ դուք էլ կտեսնեք դերակատարների եւ կհասկանաք դուք էլ անելիք ունեք, ես էլ անելիք ունեմ որպես հասարակության անդամ եւ որպես նաև ներքին գործերի նախարար, առողջապահական բլոկը ունի անելիք, կրթական բլոկը, մեր ընտանիքները, համայնքի ներկայացուցիչները, մենք ինքներս որպես պոտենցիալ նաև հանցանք կատարող անձինք, որոնք որ որոշակի պահին կարող են էլի այդ պորտման արդյունք հանձնել եւ այսպես շարունակ։ Այսինքն բոլոր դերակատարներին մենք իդենտիֆիկացրել ենք, որպեսզի այս իրավիճակները գնալով ավելի կառավարելիության դաշտ բերենք եւ ես նորից եմ ուզում շեշտել, չի լինելու այնպիսի մի օր, որ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում չլինի հանցագործություն։ Եթե մենք պետական մարմինները վերացնենք եւ քրեական օրենսգիրքը ուժը կորցրած ճանաչենք, այո, կլինի այդպես իրավիճակ։ Բայց քանի դեռ մենք ունենք քրեորեն պատժելի արարքներ եւ իրավակարգ ունենք պետությունում, այդպես իրավիճակը կլինի, ինչ վերաբերում է օպերատիվ համարներին, ես պիտի նշեմ, որ իմ նշանակումից հետո օպերատիվ համարների հատկացումը էական կրճատման է ենթարկվել եւ այս ցուցակում թողնվել են միայն այնպիսի մարմիններ, որոնք հնարավորություն ունեն օրենսդրորեն ունենալու օպերատիվ համարներ։ Կարգը այս պայծրությամբ գաղտնի է, դրա համար ես որևէ դետալ ներկայացնել չեմ կարող, բայց մենք պրակտիկայում ունենում ենք այնպիսի իրավիճակ, որ
մեծ թվով նաև կեղծ համարանիշներ ենք հայտնաբերում։ Այսինքն առաջին հայացքից մեզ կարող է թվալ այ օրինակ հաստատ սա օպերատիվ համարանիշ է, խախտումներ են անում, չեն տուգանվում, մենք վերջում բացահայտում ենք, որ դա կեղծ համարանիշ է։ Ունենք դեպքեր, որ կեղծ օպերատիվ կտրոններ ենք հայտնաբերել քաղաքացիների մոտ, իրենց ներշնչել են, որ օպերատիվ համարանիշ ունեցող են կամ օպերատիվ կտրոնները կարող են օգտագործել, բայց հատուկ նաև դրա հետևից են գնում։ Այսինքն մենք պիտի վստահ լինենք, որ հանրապետությունում օպերատիվ համար եւ օպերատիվ կտրոն օգտագործում են այն մարմինները կամ այն անձինք, ովքեր որ իրավասու են ունենալ հասանելիություն օպերատիվ համարանիշի եւ օպերատիվ կտրոնին։ Անցած տարվա կտրվածքով ընդհանուր մենք նաեւ քրեական ենթամշակույթի կրող անձանց շրջանակից ենք այդպիսի կեղծ կտրոններ հայտնաբերել։